Եվ որպես այն ընդդիմադիր ուժերից մեկը, որի շնորհիվ հաղթանակ եղավ Գյումրիում ընդդիմադիրների ճամբարում, կարելի է ասել, որ այնուամենայնիվ կոմունիստների կողմից սխալ էր թույլատրված, թե այնուամենայնիվ ճիշտ էր, երբ որևիցե պաշտոն չառաջարկվեց այլ ընդդիմադիր ուժերի, այդ թվում փոխքաղաքապետերի, բաժնիպետերի, որովհետև տեսնում ենք հիմա հիմնական կազմը ադմինիստրատիվ, որը կառավարում է իրականացնում կոմունիստների կողմից է, բայց այնուամենայնիվ Ավագանին է նաև որոշում կայացնում։ Արդյոք Ավագանին ունի այդքան լիազորություն եւ կարող է միայն Ավագանու մանդատներով ձեր ուժը թեկուզ եւ որոշումներ կայացնել, ազդել այդ որոշումների վրա եւ ի վերջո խնդիրներ լուծել, այս տեմպերով հնարավոր է թե ոչ։ Նայեք, սխալների հետ կապված, ուրեմն խնդիրը այն է, որ քաղաքապետին մենք երբ որ համաձայնություն ենք տվել ընտրելու, նախ իմ քննադատմամբ քաղաքապետի սխալը այն է եղել, որ ինքը միազնյա քաղաքապետ չէր կարող դառնալ, եթե մյուս քաղաքական ուժերը չօգնեն, եւ ինքը այդ պարագայում իրավունք չուներ առաջ քաշել առաջի տեղակալի խնդիրը, որ ես ընտրվելու պարագայում առաջի տեղակալը պիտի լինի այս մարդը, իսկ քաղաքական մյուս ուժերը, ովքեր որ օգնել են, իրեն օգնել են կոնկրետ մի կտրվածքով, որ հնարավորություն են տալիս իրեն քաղաքապետ ընտրվելու։ Իսկ մնացածը ինքը իշխանություն չստանա այս քաղաքում։ Միանշանակ դա է հիմնական պատճառը եղել։ Առաջի օրվանից ես երբ որ հայտարարել եմ, որ նպատակ ունեմ մասնակցել ընտրություններին, հենց այդ նույն օրը ասել եմ նպատակը այն է, որ ԿՊ-ն իշխանությունը Գյումրիում իշխանություն չպիտի լինի, ու մինչև վերջ գնացել եմ այդ ուղղությամբ, ու մինչև վերջ անկախ են կանխատեսումներից, անկախ են ամեն ինչից իմ լռության ընթացքում ինձ ձևակերպումներ տրվեց, վերջը կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ պիտի գոնե ինձ հետ կապված պիտի սպասեն, պիտի համբերեն, հետո այն որոշումները կտեսնեն, թե ինչ են, նախապես այդ լրատվական, այսպես ասեմ, տերորը հարձակումն ինչ որ կազմակերպվեց թե իշխանությունների կողմից, թե ընդդիմության կողմից, նաև ժողովուրդը արդեն պիտի հասկանա, որ ինձ հետ կապված ես հանգիստ, հավասարակշռված, լուրջ, բացարձակապես ոչ մի նմանատիպ բաներ իմ վրեն չի կարող ազդեցություն ունենալ, այդ ընթացքում որ բոլորը ինձ փնտրում էին Մարդուն, դե ասա ինչ եղար, էս եղար, այն եղար, Մարդունը իր թիմագիստների հետ համապատասխան տեղը նստած քննարկում էր, նաև հայտարարության տեքստն էր մշակվում, թիմագիստներին էր ներկայացնում են, որ վայ